Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համարում։ Բրյուսելը գիտակցում է Հայաստանում խորը տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը, եթե Երևանը հայտնվի Եվրասիական տնտեսական միությունից դուրս։ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության մամուլի վարչության հայտարարությունը, որը հաջորդել է Փաշինյանի եւ Պուտինի հեռախոսազրույցին։ Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցը, որի ընթացքում Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների Ռուսաստանի Դաշնության շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին։ Հապկի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանը ինքը չէր ճանաչում այդ տարածքը։ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը եւ Ադրբեջանի արտգործնախարարության արձագանքը։ Ճապոնիայի հարավային գլխավոր կղզում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որից հետո Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը ցունամիի նախազգուշացում է տվել։ Նախնական տվյալներով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 50 մարդ։ Օրվա միջազգային անցուդարձը։ Հայաստանում ընդլայնվել է տրանսպորտային միջոցների մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ցանկը։ Նոր չափորոշիչներով համարանիշները տրամադրվում են առանց աճուրդի 250,000-ից մինչև 8 միլիոն դրամ սահմանված վճարով։ Փոփոխությունից հետո ընդամենը 3 օրում վաճառվել է 224 համարանիշ։ Հայաստանում վիրուսային հեպատիտ ունեցող մարդկանց մեծ մասը կարող է տարիներ շարունակ չիմանալ վարակի մասին։ Մասնագետները հորդորում են չսպասել ախտանիշներին եւ պարբերաբար հետազոտվել։ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության մամուլի վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե իբր ծառայության ստացած տեղեկատվության համաձայն Բրյուսելը գիտակցում է Հայաստանում խորը տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը, եթե Երևանը հայտնվի Եվրասիական տնտեսական միությունից դուրս։ Հայտարարությունում նշվում է, թե եվրոպական կառույցներն ընդունում են, որ Եվրամիությունում աճող տնտեսական խնդիրները, որոնք առաջացել են հակառուսական պատժամիջոցների քաղաքականությունից եւ եվրոպացի բյուրոկրատների Ուկրաինայում պատերազմը սատարելու մոլուցքային ցանկության պատճառով թույլ չեն տա, որ Բրյուսելին փոխհատուցել Երևանի միլիարդավոր ծախսերը։ Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ԵՄ ղեկավարության ազդանշան են տվել, որ պատրաստ չեն իրենց շուկաները բացել Հայաստանից ապրանքների համար ի վնաս տեղական արտադրողների։ Միաժամանակ Բրյուսելի բյուրոկրատները կշարունակեն համոզել Երևանին իրենց անվերապահ աջակցության հարցում, ասվում է հայտարարության մեջ։ Նշենք, որ այս հայտարարությունը հաջորդում է Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին։ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին եւ խնդրել է միջոցներ ձեռնարկել այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Հայաստանի Եվրոպական միության անդամագրվելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների մայիսի 29-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկական դարձնելուց հետո։ Միևնույն ժամանակ վարչապետ Փաշինյանն ընդգծել է բաց, գործընկերային եւ բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, ներկայացնելով մանրամասներ։ Նրա խոսքով հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պեսկովը ևս հայտնել է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ երկրների առաջնորդների Հայաստանի վերաբերյալ վերջերս ընդունած համատեղ հայտարարությանը, շեշտվել Հայաստանում հանրաքվեի հնարավորինս շուտ անցկացման անհրաժեշտությունը ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցի վերաբերյալ։ Հապկի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը անհնար էր, այս մասին էլ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ռուսաստանում կազմակերպված երիտասարդական համաժողովի ընթացքում։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանը ինքը չէր ճանաչում այդ տարածքը։ Կար մի պատմություն Հայաստանի հետ, որը կարծես ասում էր, եկեք ակտիվացնենք հապկ մեխանիզմը, բայց իրականում ում եւ ինչի հետ կապված։ Լեռնային Ղարաբաղի տարածքը, որը Հայաստանը ինքը ցավոք չէր
չէր ճանաչում ոչ որպես իր սեփական, ոչ էլ անկախ, ասել է նա։ Զախարովան ընդգծել է, որ նման պայմաններում հապկ մեխանիզմը չէր կարող ակտիվացվել։ Հարկ է նկատել, որ արդեն որերորդ անգամ տարբեր ռուս պաշտոնյաներ, նաև Վլադիմիր Պուտինը խեղաթյուրում են իրականությունը, նշելով, թե իբրև Հայաստանը ցանկացել է ակտիվացնել հապկ մեխանիզմը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, այնինչ փաստ է, որ պաշտոնական Երևանը դիմել է այն ժամանակ, երբ Ադրբեջանը հարձակումներ էր իրականացնում Հայաստանի տարածքի նկատմամբ եւ ստացել է հետեւյալ պատասխանը՝ դեռ պետք է պարզել, որտեղով է անցնում հայ-ադրբեջանական սահմանը, որի համար պետք է իրականացվեն սահմանի զատում եւ գծում։ Զախարովային արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն կոչ է արել Մոսկվային զերծ մնալ նախկին հայ-ադրբեջանական հակամարտությունը Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում հիշատակելուց։ Ղարաբաղի տարածաշրջանը միջազգային հանրության, այդ թվում Ռուսաստանի Դաշնության կողմից մշտապես ճանաչվել է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, հակադարձել է Հաջիզադեն, հավելելով, հապկ մեխանիզմների գործարկման հարցը օրակարգային դարձնելու մշտական փորձերը, նաև այդ հարցը Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչման հետ կապելը ոչ միայն հակասում է ռուսական կողմի պաշտոնական դիրքորոշմանը, այլև բացարձակ անհիմն է, հայտարարել է Հաջիզադեն։ Իդեպ այսօր էլ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Պուտինի եւ Ալիևի միջև։ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ առաջնորդներն ընդգծել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը եւ կառավարությունների ու պրոֆիլային գերատեսչությունների մակարդակում երկխոսության ակտիվացումը։ Կողմերը հաստատել են փոխշահվետ գործակցության հետագա ընդլայնման տրամադրվածությունը։ Այս դեպքում իհարկե Ռուսաստանի նախագահի աշխատակազմը չի հստակեցնում, թե ում նախաձեռնությամբ է կայացել հեռախոսազրույցը, իսկ ադրբեջանական կողմը հայտնել է, որ այն կայացել է Պուտինի նախաձեռնությամբ։ Ճապոնիայի հարավային գլխավոր կղզում տեղի ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որից հետո Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը ցունամիի նախազգուշացում է տվել։ Ճապոնիայի վարչապետը կոչ է արել բնակիչներին խուսափել ափամերձ շրջաններ այցելելուց։ Կան հաղորդագրություններ զոհերի, որոշ տարածքներում հրդեհների, փլուզված շենքերի, վնասված ճանապարհների եւ կամուրջների, նաեւ մի շարք տարածքներում էլեկտրաէներգիայի անջատումների մասին։ Նախնական տվյալներով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 50 մարդ, որն ուղղափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Անցած գիշերն էլ ռուսական զորքերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 131 անօդաչու թռչող սարք, որոնցից 107-ը խոցվել է, հայտնել են Ուկրաինայի օդային ուժերը։ Ռուսական հարվածների հետևանքով Նիկոպոլի շրջանում 1 մարդ է տուժել։ Ռուսաստանը հարձակվել է նաև Խերսոնի մարզի բնակավայրերի, ենթակառուցվածքների, բնակելի թաղամասերի վրա։ 3 մարդ զոհվել է ևս 10 վիրավորվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այսօր առավոտյան ռուս զինվորականները շարունակել են հարվածել Ուկրաինայի նավահանգիստներին եւ Ուկրաինայի զինված ուժերի ծովային նավերին։ Ուկրաինայում տեղեկությունը դեռևս չեն մեկնաբանել։ Իսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ, որտեղ այսօր Սպիտակ տանը կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա վարչակազմի ներկայացուցիչների հետ։ ԱՄՆ ժամանելուց հետո Զելենսկին սոցիալական ցանցերում գրել է, որ այցի գլխավոր առաջնահերթություններն են հակաբալիստիկ պաշտպանության ամրապնդումը եւ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործակցության զարգացումը։ Այցի ընթացքում Զելենսկին նաև կմասնակցի հանրապետական սենատոր Ուկրաինայի ակտիվ աջակից Լինսի Գրեհմի հիշատակի արարողությանը։ Միջազգային նորությունների տեսաշարով։ Բարսելոնայի մետրոյում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 137 մարդ։ Դեպքը տեղի ունեցել Կլոդ եւ Գլորիես մետրոյի կայարանների միջև։ Նախնական տվյալներով գնացքի մեքենավարը մոտ 50 մետր հեռավորությունից նկատել է հրդեհը, անմիջապես արգելակել է գնացքը եւ ահազանգել արտակարգ ծառայություններին։ Խիտ ծխի պատճառով, որը արագ լցվել է վագոնները, ուղևորները չեն կարողացել սպասել փրկարարների ժամանմանը։ Նրանք բացել են դռները եւ տարհանվել մետրոյի թունելով։ Հրդեհի բռնկման պահին գնացքում եղել է շուրջ 300 ուղևոր։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հուլիսի 28-ի գիշերը զանգվածային հարձակման են ենթարկել Մոսկվայի մարզը։ Երեկոյան 20:30-ից մինչև առավոտյան 06:30-ը տարածաշրջանի ուղղությամբ արձակվել է ավելի քան 390 անօդաչու, որոնց մեծ մասը խոցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Միաժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով 25000-ով ավելացվել է Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողների հաստիքային թվաքանակը ռազմաշինարարական ստորաբաժանումների ստեղծման կապակցությամբ։ Օգոստոսի 1-ից Ռուսաստանի զինված ուժերի ընդհանուր հաստիքային թվաքանակը կկազմի 2.426.130 մարդ, այդ թվում 1.535.000 զինծառայող։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են հանդիպում անցկացնել, նշելով, որ Իրանը կապ է հաստատել ինչպես միջնորդների, այնպես էլ ուղղակի ուղիներով։ Նա նաև հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների կրած ծախսերը բազմապատիկ կփոխհատուցվեն։ Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտնել էր, որ ռազմական գործողության արժեքը կազմել է մոտ 37.5 միլիարդ դոլար։ Թրամփն անդրադարձել է նաև իր նախագահական ժամկետին, նշելով, որ մի փոքր հիասթափված է, որովհետև 2.5 տարի հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է այլ նախագահ ունենալ։ Ռոյթերսի փոխանցմամբ Կարմիր ծովում հութիական Անսար Ալլա շարժման սահմանած շրջափակման հետևանքով Սաուդյան Արաբիայի նավթի արտահանումը կրճատվել է մոտ 50%-ով։ Հաղորդվում է, որ դրա հետևանքով օրական շուրջ 3-4 միլիոն բարել նավթի մատակարարումներ խափանվել են, քանի որ մի շարք բեռնափոխադրողներ հետաձգել կամ վերաուղղորդվել են, իսկ որոշ բեռներ չեն կարողացել լքել նավահանգիստը։ Ըստ Ռոյթերսի, շուկայի մասնակիցները մտավախություն ունեն, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել նավթի համաշխարհային գների նոր ռեկորդային աճի։ Ալ-Արաբիայի հաղորդմամբ Գազայի հատվածում Համասի ղեկավարությունը շարժման արտասահմանյան ղեկավարությանը տեղեկացրել է, որ համաձայն է խաղաղության ծրագրի երկու կետերին, որոնք վերաբերում են զինաթափման գործընթացին եւ անկլավի քաղաքացիական կառավարման համակարգին։ Հաղորդման համաձայն նախաձեռնության 5-րդ կետը նախատեսում է Համասի ռազմականացված կառույցների տարանջատումը Գազայի քաղաքացիական կառավարման համակարգից, նաեւ քաղաքացիական կառույցներում ներգրավված աշխատակիցներից։ Ծրագրի 8-րդ կետի համաձայն Համասի զինված կազմավորումների զինաթափումը պետք է իրականացվի փուլային եղանակով եւ միջազգային վերահսկողության ներքո։ Նշվում է նաեւ, որ զենքը պետք է փոխանցվի ոչ թե Իսրայելին, այլ նոր պաղեստինյան կառույցներին, որոնք կգործեն խաղաղության խորհրդի հովանու ներքո եւ դրա հետ համակարգմամբ։ Հայաստանում ընդլայնվել է տրանսպորտային միջոցների մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ցանկը։ Նոր չափորոշիչներով համարանիշները տրամադրվում են առանց աճուրդի 250,000-ից մինչև 8 միլիոն դրամ սահմանված վճարով։ Փոփոխությունից հետո ընդամենը 3 օրում վաճառվել է 224 համարանիշ, որոնց մեծ մասը 600,000 դրամ արժեքով։ Զրոների եւ կրկնվող թվերի նոր համադրություններն այսուհետև ներառված են տրանսպորտային միջոցների մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների ցանկում։ Չափորոշիչները լրացվել են կառավարության որոշմամբ, իսկ համարանիշների հատկացման գները սահմանվել են ներքին գործերի նախարարի հրամանով։ Դրանք տատանվում են 250,000-ից մինչև 8 միլիոն դրամի սահմաններում։ Նոր չափորոշիչներով համարանիշների մի կողմում զրոներ են, իսկ մյուս կողմում ամբողջությամբ կրկնվող թվեր կամ 3 թվերի այնպիսի համադրություն, որտեղ երկուսը նույնն են, մեկը տարբեր։ Լատինական տառերը նույնպես կարող են լինել կրկնվող կամ տարբեր։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, փոփոխությունները չեն վերաբերում առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներին։ Դրանք ինչպես նախկինում հնարավոր է ձեռք բերել միայն էլեկտրոնային աճուրդի միջոցով։ Նախատեսել ենք այնպիսի չափորոշիչներ, երբ համարանիշի մի կողմում դա կլինի 2 նիշ կամ 3 նիշը, թվերի մասին է խոսքը, միշտ գտնվում են զրոները։ Ֆիզիկական անձանց պարագայում գիտեք, սկզբից 2 զրո է, իրավաբանական անձանց պարագայում 3 զրոն է, կամ 2 նիշ եւ 3 նիշ համապատասխանաբար։ Լատինական տառերը, ինչպես բոլոր պարագաներում, կարող են լինել նույնը, այսինքն կրկնվող կամ տարբերվող։ Մյուս կողմում թվերից կամ նույն թիվը կրկնվում է, ասենք 3 հատ 1, կամ երկու թիվ կա, որոնցից մեկն է կրկնվում, ասենք 121։ 121 համադրության մեջ 2 հատ 1-ը կրկին կրկնվում է։ Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշները հիմնականում պարունակում են 5-0 կամ 4-0 եւ մեկ այլ թիվ։ Դրանց վերջնական գինը որոշվում է աճուրդով։ Մեծ պահանջարկ ունեցող համարանիշի արժեքը, սակայն, նախապես սահմանված է։ Քաղաքացին այն կարող է ընտրել եւ ձեռք բերել տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակ, առանց այլ հայտատուների հետ մրցելու։ Նոր կարգավորումը տարածվում է 7 նիշ պարունակող հաշվառման համարանիշների վրա, այնչի վերաբերում մոտոցիկլների կամ այլ տրանսպորտային միջոցների համար նախատեսված այլ ձևաչափ ունեցող համարանիշներին։ Նոր համարանիշի օգտագործման իրավունքը պահպանվում է նաև մեքենան հաշվառումից հանելուց հետո։ Սեփականատերն այն կարող է 6 ամսվա ընթացքում տեղադրել մեկ այլ մեքենայի վրա կամ տրամադրել մերձավոր ազգականին։ Եթե այդ ժամանակահատվածում համարանիշը չի օգտագործվում, այն վերադարձվում է ազատ համարանիշների ցանկ եւ կարող է տրամադրվել մեկ այլ քաղաքացու։ Առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերը հնարավոր է ձեռք բերել միայն էլեկտրոնային աճուրդի մասնակցության միջոցով։ Իսկ նոր չափորոշիչներով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը քաղաքացին կարող է ավելի հեշտ
ձեռք բերել, կոնկրետ տրանսպորտային միջոցը հաշվառման գործընթաց իրականացնելուց հստակ սահմանված արժեքի վճարմամբ կարող է ստանալ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո առաջին 3 օրվա ընթացքում տրամադրվել է 224 նոր չափորոշիչով համարանիշ, դրանցից 165-ը եղել են 600 000 դրամ արժեքով, ընդհանուր մուտքերը կազմել են ավելի քան 204 միլիոն դրամ։ Նախարարությունում պահանջարկը համարում են նոր չափորոշիչների անհրաժեշտության ապացույց, նշելով, որ փոփոխությունները կատարվել են նաև քաղաքացիների դիմումների եւ հանրային հետաքրքրության ուսումնասիրության հիման վրա։ Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների էլեկտրոնային աճուրդը գործում է 2024 թվականի փետրվարի 1-ից։ Այդ ժամանակից ի վեր աճուրդով վաճառվել է 49 համարանիշ, որոնցից պետական բյուջե է մուտքագրվել 892 միլիոն դրամ։ Նոր չափորոշիչներն ու դրանց գները հրապարակված են հաշվառման քննական ստորաբաժանումներում։ Համապատասխան որոնման հնարավորությունը հասանելի կլինի նաև ներքին գործերի նախարարության առցանց հարթակում։ Սոնա Գիշյան, Արմեն Բոյաջյան, Free News, Ազատ լուրեր։ Հայաստանում վիրուսային հեպատիտ ունեցող մարդկանց մեծ մասը կարող է տարիներ շարունակ չիմանալ վարակի մասին։ 2020 թվականից հեպատիտ C-ի բուժման ազգային ծրագրում ընդգրկվել է 4500 մարդ, իսկ ժամանակակից դեղորայքի արդյունավետությունը գերազանցում է 96%-ը։ Մասնագետները հորդորում են չսպասել ախտանշանների եւ պարբերաբար հետազոտվել։ Վիրուսային հեպատիտները առ այսօր համարվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլոբալ մարտահրավերներից մեկը։ Եղել են, մնում են, դեռևս ինչ-որ ժամանակ կմնան այդ մարտահրավերներից մեկը։ Ինչու՞։ Վիճակագրական տվյալներ ներկայացնենք։ Առ այսօր 296 միլիոն քրոնիկ վիրուսակիրներ ունենք ամբողջ աշխարհում, խոսքը վերաբերվում է հեպատիտ B-ին։ Սա նշանակում է, եթե այն համարենք դինամիկ պրոցես եւ 20-ից 30%-ի մոտ զարգանա այնպիսի բարդություններ, ինչպիսին են լյարդի ցիրոզը եւ լյարդի առաջնային ուռուցք, այլ կերպ ասած հեպատոցելյուլար կարցինոման, ապա կարող ենք պատկերացնել, որ իսկապես ինքը համարվում է մարտահրավերներից ամենամեծ մարտահրավերը։ Էլ չենք ասում, որ շատ պացիենտներ, որոնք ապրում են այս վիրուսի հետ, դեռևս իրազեկված չեն, որ իրենք ունեն եւ ապրում են այս վիրուսի հետ։ Ընդհանուր առմամբ 2020 թվականից սկսած մոտ 4500 պացիենտ արդեն ստանում եւ իրենց մի մասը մոտ 3-400 պացիենտ այս պահին հենց բուժման ընթացքում են։ Ընդհանուր Հասմիկ Լևոնովն ասում փոքր ավելի բարձաբան եմ, ինչ է նշանակում վիրուսի հայտնաբերումը, հեպատիտ C-ի հետ կապված մենք ունենք այսինքն ցանկացած վիրուսային վարակը, որ կարող է ինքնալավացում լինի կամ մարդը ստանա դեղորայքային բուժում, բայց միևնույն շարունակելու է հակամարմիններն ունենալ։ Այսինքն, եթե միայն հակամարմինների միջոցով, իսկ դա մեր առաջնային սկրինինգային տեստը հենց այդպիսին է, այսինքն այդ նշված բոլոր դեպքերում, որ վիրահատական միջամտություններից առաջ կամ այլ, օրինակ իմունիտետը ճնշված անձանց մոտ մինչև բուժում սկսելը, հա, ուռուցքաբանական խնդիրներով անձանց մոտ, երբ որ սկսում է հակաուռուցքային բուժումը պարտադիր կերպով սկրինինգային հետազոտություն է արվում, հայտնաբերում ենք հակամարմինները։ Այդ թվերից հետո, երբ որ հակամարմինները հայտնաբերեցինք, պետք է նաև հավելյալ իրականացնենք հետազոտություն արդեն վիրուսի հայտնաբերման բայրան մեջ, եւ այստեղ կարող է որոշակի տարբերություն լինել։ Այսինքն խոսքի իմաստը կանում է նաև նրանում, որ միայն հակամարմինների թվերը դեռ ամբողջական պատկերը չեն տալու, թե ինչքան պացիենտ ունենք, ովքեր կարիք ունեն բուժում ստանալու։ Այսքան այժմի համար կհանդիպենք։